Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 21-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, եւ առաջին անգամ տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումներ դեպի Հայաստան։ Կարծում եմ, սա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաեւ գործնականում։ Հիմա արձագանքը Հայաստանից նայենք եւ ես ասեմ իմ գնահատականը կատարվածին։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է. Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացման գործում, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համահունչ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Խաղաղությունը հաստատված է։ Հիմա հասկանանք, ինչ է սա նշանակում, լավ է, վատ է, ինչ ազդեցություն սա ունի։ Առաջինը, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խաղաղության համաձայնագրի մեջ իհարկե կա, բայց նա ստորագրված չէ, նախաստորագրված է։ Այսինքն դա դեռ ուժի մեջ չի մտել, որպես փաստաթուղթ ոչ ժամկետներ կան, ոչ երաշխիքներ կան, առավել ևս անվտանգային։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ ես թույլ եմ տալիս, որ Ղազախստանից բեռը գա Հայաստան, որը որ փակ ա եղել այդ ճանապարհը դեռ օկուպացիայի ժամանակներից, այսինքն ինիկատու ունի առաջի Արցախյան պատերազմի ժամանակներից է գալիս դա, որ ինքը փակել է։ Հիմա դեռ խաղաղության պայմանագիրը ուժի մեջ չմտած, ինքը ասում է, ես թույլ կտամ այդ բեռը կանցնի, Հայաստանն է դա ողջունում է, շատ լավ։ Թույլ ես տալի, որ անցնի։ Հիմա այդ թույլ տալը ի՞նչ է նշանակում։ Ցանկացած տնտեսվարող, որ լսում է, այսինքն քաղաքական ձևով ներկայացրեցիք վերջ, բացվեց, ասում էիք, տեսակ որ ճանապարհը բացվեց, տեսակ որ Փաշինյանը խաղաղություն ա բերել, այդ գիտենք։ Անցնենք զուտ տնտեսական հարցին։ Ցանկացած բեռ ստացողը որոշում է Ղազախստանից բեռ ստանա Ադրբեջանի տարածքով։ Իր մոտ ինչ հարցեր են ծագում։ Ինչպիսի երաշխիք կան։ Ով այդ երաշխիքը տալի։ Եթե այդ բեռը պատահաբար Ադրբեջանի տարածքում ինչ-որ խնդիրներ ունենա, վագոնը շուռ գա կամ չգիտես ինչ լինի, հրդեհ լինի, եւ այլ, որևէ մեկը փորձի թալանել, երաշխիքը ով է տալի, համապատասխան կառույցը, որի հետ ապահովագրել ես բեռը, թե դա ղազախական կողմը, թե ադրբեջանական, որի հետ որ դիվանագիտական հարաբերություններ չունենք եւ որևէ ձևով չենք կարող վերահսկել, թե իր տարածքով անցնող բեռը ինչի կարող է ենթարկվել, ինչի ոչ, որևէ ձևով չկա նման բան։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ ցանկացած տնտեսվարող, ես ժամանակին եղել եմ խոշոր առևտրատադրական միավորման գլխավոր տնօրեն, հրաշալի գիտեմ, եթե իմ աշխատողը գա ասի, գիտես, այս ճանապարհը բացվել է, 1000 մի հարց կառաջանա, վստահենք դրան, պայմանագիր ենք կնքում, այդ պայմանագիրը ի վիճակի կլինենք, կատարենք, այդ փողը փոխանցել ենք ղազախական կողմին, ապրանքը պատվիրել ենք, այդ ապրանքը որ չեկավ տեղ հասավ, դրա պատասխանատուն ով է, ղազախական կողմը, մենք, Ադրբեջանը, ով, այդ բոլոր հարցերի պատասխանները մինչև չիմանաս, մի կիլոգրամ անգամ բեռ Ադրբեջանի տարածքով չես պատվիրի։ Քաղաքական առումով կպատվիրես, որ հիմա գնան ժապավենը կտրեն, ցորենը վերցնեն, ասես դատարկեն, իշխանության ներկայացուցիչները հետը նկարվեն, այդ հասկացանք, այդ քաղաքական շոու է, բայց զուտ տնտեսվարողը պետք է հասկանա, չէ՞, ինչի է Հայաստանը ողջունում Ադրբեջանի հայտարարությունը։ Այսինքն դա միջպետական պայմանավորվածությունների փաստաթղթային չի, զուտ Ադրբեջանի նախագահի բարի կամքն է։ Այսինքն դու պատվիրում ես մի բան Ղազախստանից գալիս է Ադրբեջանի նախագահի բարի կամքով, վաղն էլ որոշեց, չի թողում որ այդ բեռը գա։ Մյուս օրը որոշեց, որ այդ բեռը որպեսի գա, դա գին ունի։
Հայաստանը պետք է գնա զիջումների։ Իսկ դու այդ ընթացքում արդեն պլանավորես քո գործունեությունը, որ այս ինչ մեծ հաջողություն է։ Միտեղ դադարացնեմ պայմանագիրը, սկսեմ Ղազախստանից ծորեն ստանալ, շատ ավելի ինձ համար հարմար է։ Տրանսպորտային առումով շատ ավելի հարմար է։ Կախվածությունը վերցնեմ այս գծի վրա, այսինքն ինչ որ միտեղ պակասացնեմ Ռուսաստանից, բայց վաղը այն Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ գիտեք, որ շատ լավ էլ խաղեր է տալիս, նաև Հայաստանի դեմ, վաղը մյուս օրը մի հատ խոչընդոտ ու խնդիր է առաջանում, Ռուսաստանն էլ ասում է, դե դու ինձ դավաճանեցիր, գնացիր այնտեղ, բայ դրա է պատճառը, բայց իրական դավաճանելը որն է, տնտեսական գործունեության դավաճանելը որն է։ Այսինքն ինձ հարմար է նրանից ստանամ, ոչ թե քեզանից, բայց արդյոք այդ հարմարը միայն Ադրբեջանի նախագահի խոսքի վրա կամ բարի կամքի վրա մենք այդքան միամիտ ենք, որ կառուցենք։ Քաղաքական շոուները թողենք քաղաքական մարդկանց, ովքեր որ դրանով պետք է բանանեն, բայց մենք իրար հետ մի հատ հասկանանք, չէ՞։ Մենք ինչ երաշխիք ստացանք, որ այս բեռը այսօր գալիս է, վաղն էլ կգա, մյուս օրն էլ կգա։ Որն է դրա երաշխիքը։ Կամ չի ասում, որ եթե այդ բեռը կգա, եթե պետք կլինի, Հայաստանից էլ բեռ կգնա, այսինքն չի բացվել։ Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին չի խոսքը։ Ընդհանրապես մի հատ փորձնական ձևով թող մի հատ վագոն գա, մի հատ գնաց գա, որի պարագայում որոշեն, թե դրա դիմաց ինչ են խոսելու Հայաստանի հետ։ Իհարկե, եթե դա լիներ կոմունիկացիաների ապաշրջափակում, միանշանակ ողջունել է, ինչի մասին է խոսքը։ Բայց մենք պետք է հասկանանք այդ ապաշրջափակումը ինչով է պայմանավորված, ինչ որ մեկի բարի կամքով։ Մենք ի՞նչ է դիվանագիտական հարաբերության խնդրեմ ունենք Ռուսաստանի կամ Վրաստանի հետ։ Մենք ի՞նչ է իրար հետ միջպետական պայմանագրեր չունենք ստորագրած, պայմանավորվածություններ չունենք իրար հետ, բան չենք ամեն օր խնդիր ունենում։ Այսօր մենք ոչինչ չունենք Ադրբեջանի հետ, բացի Ալիևի բարի կամքը։ Վրաստանում ուղևորա փոխադրումների հետ կապված դուք չեք լսում, հա, որ մարդիկ բողոքում են, որ Վրաստանի տարածքում լուրջ խնդիրներ են ստեղծում, որ մարդիկ ուղղակի հրաժարվեն այդ բիզնեսից, որովհետև ցանկություն ունեն դա մեկ ուրիշին պատվիրակել իրանց համար հաճո մեկին։ Կարող է չեք լսում, հա, որ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում մեր բեռնափոխադրումների համար, որ մարդիկ փողոցներ են փակում, խնդիրներ են դնում, ԵԱՏՄ տարածքում մարդը աշխատում է, բայց նրա գտնվելու ռեժիմի կարգավիճակի պատճառով նա չի կարողանում իր գործունեությունը իրականացնել Ռուսաստանում։ Հայաստանը որոշել է, որ բանակցի, գուցե համոզի Ռուսաստանին։ Նույնիսկ եթե ինքը այդ որոշումը կայացնի 180 օր գտնվել է 90 օր դարձնում, դա վերաբերում է բոլորին, ցանկացած բոլորին վերաբերվելու դեպքում լինում են նաև բացառություններ որոշակի կատեգորիայի մարդկանց համար, որոնք զուտ աշխատանքային նպատակներով գտնվում են այդ երկրում եւ մեկ էլ որ իրանք այդ երկրում գտնվելու ժամանակի մի մասը ստիպված են անցկացնում Ռուսաստանում, որովհետեւ ճանապարհները փակ են, որովհետեւ խնդիրներ են առաջանում, խնդիրներ են առաջանում, իրանք ճանապարհի վրա շատ ավելի շատ ժամանակ են ծախսում կանգնած, քան թե քշելու վրա։ Այդ ամբողջ խնդիրները պետքա լուծենք։ Այդ խնդիրները մենք չենք կարողանում լուծել պետությունների հետ, որոնց հետ որևէ խնդիր չունենք դիվանագիտական, որևէ խնդիր չունենք գործակցության, որևէ խնդիր չունենք տնտեսական գործունեության հետ կապված։ Բայց մենք այսօր ողջևորված, որտեղ առաջի արձագանքը շատ գիտեք ինչն է հետաքրքիր, բիզնեսմեններ, որոնք քաղաքականության մեջ են, որոնք այդ ամեն ինչը հրաշալի հասկանում են, արդեն սազն առան ու սկսեցին, տեսակ Փաշինյանն ինչ արեց մեզ համար, բա ասում ենք, խելքի եկեք, էլի, խելքի եկեք։ Հասկանում ենք, որ դու եթե բիզնես ունես, չես կարող Նիկոլ Փաշինյանի կոշիկները չլիզես, սուզ մնա գոնե էլի, սուզ մնա, մի ստիպի, որ մարդիկ անընդհատ այդ բաներն ասեն։ Քեզ ոչ մեկը գլուխդ կախ քո բիզնեսով զբաղվի, եթե քաղաքականությամբ ես զբաղվում, մենք գիտենք, որ չես կարող Նիկոլ Փաշինյանի ասածը չանես, մի փորձի էլի խայտարական ես քեզ։ Այնպես որ ուշադրությամբ կհետևենք դրան, թե սա թատրոն է, թե իրականություն։ Եթե իրականությունը ինչպիսի երաշխիքներ ունենք փաստաթղթային, եթե իրականությունը ինչ է դրա դեմ ակնկալում։ Հիմա հասկանանք այդ նույն Ալիևը վերջը ուրիշ բաներ էլ ասում, հով դրանով չավարտվեց։ Իլհամ Ալիևը հայտարարել է, բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում եւ իրականացնում ենք, Զանգեզուրի Միչանսկի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային եւ երկաթուղային կապերը կավարտվեն մինչեւ հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ մյուս երկրներում նույն
Առաջընթացը կարձանագրվի եւ այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2028 թվականի վերջը, ասել է Ալիևը։ Հիմա հարցածագում։ Փաշինյանը մեզ ասում էր, որ Ալիևը մի քանի անգամ ասել է, ինչի է ասում Զանգեզուրի միջանց նման որևէ կետ չկա փաստաթղթի մեջ, կա Տրամպի ուղին։ Ինչի է ասում Զանգեզուրի միջանց։ Մի քանի միջազգային ֆորումներում այդ մասին ասեց։ Հետո տեսա, որ որևէ ձևով չի կարողանում Ալիևին համոզի, որ դա չասի, առավել եւս որ ասում էր, որ Հայաստանում դա շատ վատ է ընդունվում, դա տարածքային պահանջ է ընդունվում, այսինքն ինքը ընդունում է, որ դա խնդրեմ է մեզ համար։ Հետո մեկ է տեսա, որ ոչ մի բան չի հաջողվում Ադրբեջանին ստիպել կամ համոզել, արդեն ասեց ժողովուրդ ջան, ինչ եք խոսում։ Այդ Զանգեզուրի միջանցքը մեզ հետ կապ չունի։ Մերը թրիփն է, իրանք դա անունը դրել են իրանց տարածքով, երկու բնակավայր իրար կապելու անունն են դրել Զանգեզուրի միջանցք։ Ավելի անուղեղ բացատրություն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։ Ինչ աշխարհագրական տեղանուն կա Զանգեզուր անունով Ադրբեջանի տարածքում, որ ինքը Զանգեզուրի միջանցք է ասում։ Այն դեպքում, երբ որ մեզ ասում են Բահարատի անունին չի եք տալի, թուրքերը կհուզվեն։ Բայց դա դու որ ասում ես չգիտես, մանավանդ Հայաստանում դա լարվածություն է առաջացնում։ Բայց հարցը մյուսն է։ Եթե ուզում ենք լավ խաբվենք, որ Ադրբեջանի մի բնակավայրից մյուս բնակավայր ճանապարհը որ անցնում է, դա կոչվում է միջանցք։ Պատկերացնում եք, մի բնակավայրից մի բնակավայր ճանապարհը միջանցք կլինի։ Այսինքն Երևանից գնում ենք Սևան եւ այդ ճանապարհը կոչվում է Կիրովաբադի միջանցք։ Պատկերացնում եք, ժողովուրդ ջան։ Այս մեզ բացատրում է Նիկոլ Փաշինյանը։ Դե լավ էլի։ Բայց լավ, համարենք էտել էր փորձում համոզել, բայց հիմա Ալիևն ինչ է ասում։ Ասում է, որ մենք Զանգեզուրի միջանցքի մեր մասը կավարտենք եկող տարի։ Այսինքն այդ մասը, որը իրանք են անում, որ ասում են 95%-ը պատրաստ է, մի 5% բան է մնում, էդ էլ արա կանենք կմնա մենակ Հայաստանի տարածքով անցնողը։ Այսինքն ասում է, ոչ, Զանգեզուրի միջանցքի մեր հատվածը կանենք մինչև եկող տարի, իսկ այս ճանապարհի մնացածը տեղի կունենա մինչև 2028 թվականի վերջ։ Այսինքն ուզում ասի Զանգեզուրի միջանց դա վերաբերում է ամբողջ ճանապարհին։ Ադրբեջանի մայր տարածքից Հայաստանի տարածքով մինչև Նախճեվան։ Նիկոլ Փաշինյան, դու ասում ես, որ այս մարդուն ինչու չեք հավատում։ Մենք այդ մարդուն չենք հավատում, քեզ էլ չենք հավատում, որ դու մեզ ուզում ես ասես, որ խաղաղությունը Ալիևն է բերել։ Այսօր էլ նրա բարի կամքն ես ասում։ Եթե դրա մեջ որևէ խնդիր չկար, բարդություն չկար, ինչի էր կանը միջազգային հարթակներում ասում, չկա, ինչի էր հիստերիկանում падգամավորի վրա հարձակվում, այդ ինչ պրովոկացիաներ եք անում, դատապարտում եմ ձեզ Զանգեզուրի միջանցք կանոնը տալիս եք։ Նա զարմացած նայում է, Ադրբեջանի նախագահն ասում է, ինքն էլ ասում է, պաշտոնական հայտարարություն է անում Ադրբեջանի նախագահ, նա ինչի՞ պիտի դա չասի, նա շատ գիտի, որ դու դրանից հիստերիկանում ես։ Իսկ եթե դու չես կարողանում իր այդ հարցը կարգավորես, դա նշանակում է մի բան, որ նա համառորեն դա շարունակում է ասել, որ մենք մեր հարցը կլուծենք։ Այսինքն Ադրբեջանի տարածքով մեր բեռները անցնելու հետ կապված Ադրբեջանի վերահսկողության ներքո է, պարզա, չէ՞։ Ոնց ալնելու, բայց Ադրբեջանի տարածքով անցնում է։ Նշանակում է Ադրբեջանի բեռնել Հայաստանով անցնելու դեպքում Հայաստանի վերահսկողություն պետք է լինի, բայց նույն Ալիևն ասում է, պիտի ձերեսը չտեսնեմ։ Այս են բարի կամք դրսևորող Ալիևն է ասում, ժողովուրդ ջան։ Եվ մեկ էլ ուշադրություն դարձրեք։ Եթե նա ասում է մինչև 2028 թվականի վերջ, ժամկետներ է նշում, ում անունից է այդ ժամկետները նշում։ Այսինքն ինքը հաստատ գիտի, որ Հայաստանում դա կառուցվելու է մինչև 2028 թվականը։ Եթե նույնիսկ բարի կամքով կարծում է, որ դա մինչև 28 թվականի վերջ լինելու է, իսկ ընտրությունները լինելու հենց 28 թվականի վերջին նախագահական։ Իսկ արդեն դրանից հետո Դոնալդ Տրամպը պարզավոր, այսինքն 29 թվականի հունվարի 20-ից արդեն պաշտոնին հրաժեշտ է տալու։ Դե ֆորմալ առումով, իրականում եթե ընտրություններում գիտես, որ չի անցել, արդեն այն այդ ժամանակվանից արդեն համարում ես, որ ինքը միայն հրաժեշտի հանդիպումներ է ունենում ու կամած պաշտոնը հանձնելուն է նախապատրաստվում։ Այսինքն երբ որ ասում ենք այդ ճանապարհը չի բացվի, բայց Տրամպին ճանապարհ կդնեն իրանց տուն, այդ դրա մասին էինք խոսում։ Լավագույն դեպքում դա լինելու է 28 թվականի վերջին։ Իսկ մենք չգիտենք դրանից հետո 28 թվականի վերջին Ամերիկայում նախագահական ընտրությունների արդյունքում ով կգա, ինչպիսի վերաբերմունք կունենա Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ, որոնք կտրականապես դեմ են այդ ճանապարհին։
Նույնիսկ եթե չկարողանան կանխեն, այնուամենայնիվ դեմ են կսկսեն խոչընդոտներ առաջացնել։ Նույնիսկ երբ որ Տրամպի հետ կապված այդպիսի մեծ հետաքրքրության պարագայում Հայաստանի նկատմամբ այդ ճանապարհի, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ Տրամպի ադմինիստրացիան հետաքրքրություն հանդես բերեց, թե չէ մենք այդ ճանապարհի հարցը ռուսներն են առաջարկել, Չինաստանին բոլորին առաջարկել են, ոչ մեկը չի ուզել։ Իսկ մենք չգիտենք վաղը եկողը, եթե կուզի կամ չի ուզի, դա ինչ տեսք կստանա։ Մի բան հաստատ գիտենք, որ եթե այդ փաստաթղթերը կա, ինքը դրանից չի հրաժարվի։ Տրամպը կստորագրի, բայց Տրամպից հետո Ամերիկան այն ինչ որ դա ձեռքն է անգել, դրանից չի հրաժարվի, բայց ուրիշ խնդիր կա։ Չհրաժարվելով ինչ կանի, եթե նա այդ հետաքրքրությունը չուներ։ Ո՞վ է այդ փողը դնելու, որ այդ ճանապարհը կառուցվի։ Այդ ճանապարհը Հայաստանը փող չի դնելու։ Եթե դնի, դա կլինի կոպտագույն սխալ, որովհետև այդ ճանապարհը Հայաստանի տարածքով ոչ մի բեռնափոխադրման խնդիր չի լուծելու, որովհետև դրանից պետք է օգտվի Ադրբեջանը, ստեից գնանդեղ կամ դա լինի տարանցիկ ճանապարհ։ Եթե մենք փող ենք դնում, հետո Ադրբեջանը այդ մարշրուտը չի օգտագործում երթուղին, այդ փողերը կորած փողեր է եւ կորած ժամանակ։ Դա նշանակում է, որ պետք է Ամերիկան դնի, իսկ Ամերիկան պատրաստ է դնել, եթե չգիտի, թե այդ ճանապարհով բեռները կբերեն, թե չէ։ Առավել եւս Իրանի ճանապարհով իրանցիներն ասել են շատ արագ մենք ճանապարհը կպատրաստենք, որովհետեւ չեն ուզում այդ լծակը իրան ձեռքից կորցնեն։ Հետո Ամերիկան պետք է մտածի, ինչպիսին է իր վերաբերմունքը Չինաստանի հետ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Կցանկանան նրանք արդյոք Հայաստանի տարածքով անցնել, որի վերահսկողությունը Ամերիկայի ձեռքում է։ Հետո մեկ է պատահաբար պարզ կդառնա, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ներողություն, Ամերիկան այդ կոնսորցիումը, որը որ ստեղծում են, երկուսով պետք է պայմանավորվեն երրորդ կողմ ներգրավելու, ես ստիպված եմ ելնում երրորդ կողմ ներգրավել, որովհետև այլապես եթե երրորդ կողմը փող չդնի, ինչ երաշխիք, որ նրանք այդ ճանապարհը կօգտագործեն։ Եվ շատ պատահաբար պարզում է, որ այդ երրորդ կողմը այս բարի կամքի դեսպան Ալիևն է։ Բա ինքը պետք է փող դնի, որ մենք վստահ լինենք, որ ինքը այդ ճանապարհը կօգտագործի, այլապես ինչի է դնում։ Մենք փող դնենք, ինքը չօգտագործի, կտուժենք։ Այսինքն եթե վաղը մեզ կբացատրեն, որ չեք հասկանում, որ դա պետք է Ալիևը փող դնի, որ երաշխիք լինի, իմացեք, որ դուք այդ մասին լսել եք եւ ոչ մի անգամ, որ ես այդ մասին ասել եմ, որ դա հատուկ նպատակային տանելու հասցնելու դրան, որ այդ ճանապարհը փողը դնի Ադրբեջանը, վերահսկողությունը սահմանի Ադրբեջանը, որպեսզի այդ ճանապարհը գործի եւ մեզ հարկեր տան։ Եվ այդ դրա համար համառորեն չեն հրաժարվում Զանգեզուրի միջանցք կանոնից, որովհետեւ իրանք հասկանում են Զանգեզուրի միջանցք, այն անխոչնդոտ ճանապարհը, որը իրանք վերահսկելու են, որը իրանք տիրապետության տակ ալնելու։ Միայն այդ պայմաններում այդ ճանապարհը կաշխատի։ Իսկ այդ պայմաններում դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հրաշալի գիտեին, որ դա տենց է ալնելու։ Հրաշալի գիտեին, ուղղակի մեզ նախապատրաստում էին, որ մենք հասկանանք, որ այդ ճանապարհը ուղղակի պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո, այո, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հետո պետք է ասեն, ժողովուրդ ջան, բա Ադրբեջանը փող չդնի, ով ինչ երաշխիք ունենք։ Մենք դա գիտենք, ժողովուրդ ջան, մենք հիմա արդեն դա գիտենք, թե ինչ եք պատրաստել մեզ համար։ Խաղաղություն եք պատրաստել, որ վերընտրվեք, որից հետո կանգնեք ասեք խաղաղության անգամ պայմանագիրը երաշխիք չի ետել մենք գիտենք։ Բայց այդ ընթացքում արդեն բանակի ծախսերն է պակասում, դե մեր ինչին է պետք է ծախսերը անենք։ Այդ ամեն ինչին տեղյակ ենք, ժողովուրդ ջան։ Ճանապարհը բացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության, բայց Տրամպն էլ մեզ խոստացել է անվտանգության երաշխիքներ։ Ոսկի չի հիշում Ալբանիային է խոստացել, թե Հայաստանին, Փաշինյանին է խոստացել, թե այն մյուս տղուն։ Էս է ժողովուրդ ջան։ Բայց այդ ճանապարհը, որպեսզի Տրամպը սկսի լիարժեք այդ ուղղությամբ քայլեր անել, այդ ճանապարհը նույնիսկ լավատեսական կանխատեսումներով 28 թվականի վերջն է։ Էդ էլ ասում է այն Ալիևը, որի խոսքին ուզում են, որ մենք անվերապահ հավատանք։ Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկյուրյան հայտարարել է. Զանգեզուրի միջանցքը հսկայական դեր է խաղում Արևելքից Եվրոպա եւ հակառակը տարանցիկ եւ
լոգիստիկ փոխադրումների զարգացման գործում։ Սա մեծ նվաճում կլինի։ Մեր ընկերությունները նաև քննարկում են դեպի Բալթիկ ծովի նավահանգիստներ երթուղու ընդլայնումը, չնայած դեռևս կոնկրետ նախագծեր չկան, այս նախաձեռնության մասշտաբները տպավորիչ են, նշել է դեսպանը։ Այսինքն Ադրբեջանում դեսպանը խոսում է նրա մասին Լատվիայի, որ Զանգեզուրի միջանցքը, այսինքն այդ միջազգային խոսույթը, այն որ Նիկոլ Փաշինյանը լաչառացել էր Ստրասբուրգում էր, հա, այն հանդիպման ժամանակ, որ ասում են ինչու եք դա ասում, դատապարտում եմ, ոնց որ տեսնում եք որևէ եվրոպական երկրի համար դա որևէ նշանակություն չունի, իրանք շարունակում են խոսել, ասել նա ինչ որ Ադրբեջանն է ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը սկսեց մեզ համոզել, որ դա մեզ չի վերաբերվում, մեր տարածքում դա ուրիշ անուն ունի։ Այնպես որ սա այս մարդկանց ենք մենք հավատալու, որ իրանք մեզ համար լավ բաներ են որոշել անել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ինձ հրավիրել են Չինաստան եւ ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք արդեն գրեթե պայմանավորվել ենք այդ մասին։ Իհարկե շատ ուրախալի է, որ Դոնալդ Տրամփը այնուամենայնիվ Չինաստանի հետ հարաբերությունները լավացնի, դա նրանից չի, որ մենք վստահում ենք Չինաստանին ու մտածում ենք ինքը շատ լավ հարցեր է, ընդհակառակը այն ներքին անվստահությունն ու լարվածությունը, որ Չինաստանն ինչի է ընդունակ, պետք է ուղղակի Չինաստանի նման թշնամի հակառակորդ չունենաս։ Առավել ևս, եթե ուզում ես ունենաս, դե նրան մենակ թողես։ Չի կարելի նրան թողել Ռուսաստանի հետ միասին, որ Ռուսաստանը պակասը լրացնի, որի պարագայում Չինաստանի հետ փորձես առճակատման գնաս։ Օրվա կեսը Դոնալդ Տրամփը Չինաստանին վախացնում է, մյուս կեսը հասկանում չի ստացվում, մեկ ասում է հետը չեմ հանդիպի, մեկ ասում է կհանդիպեմ, մեկ ասում է այդ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ֆորումի շրջանակներում կհանդիպեմ, բայց ասել է չեմ հանդիպելու, մեկ էլ հիմա ասում է դե հրավիրել են հանդիպման անպայման կգնամ։ Պետք է գնալ եւ սա պետք է զուգահեռ անել Ռուսաստանի հետ կապված։ Ռուսաստանի հետ կապված հարցերը պետք է լուծես, դրան զուգահեռ Չինաստանին հետ քաշես մի քիչ Ռուսաստանից, որի պարագայում արդեն ասես հաղթել եմ, վերականգնել եմ մարդարությունը մոլորակի վրա, եթե դա հնարավոր է ասել, ուժի դիրքերից վերականգնել եմ թույլի իրավունքը, որի պարագայում շուրգած Չինաստանն ասեց, բայց ինչ խաղեր էիր տալի Ռուսաստանի հետ, այդ ինչի էր աջակցում, այդ ինչի վրա էր հույսը դրել, այդ դեպքում դու ուրիշ ես։ Հավաքական աշխարհի անունից դու պատժել ես ագրեսորին, քո խոսակցությունը Չինաստանի հետ ուրիշ հարթության վրա է, բայց ագրեսոր Ռուսաստանին բոնուսներ տալ եւ ուզել Չինաստանին մեկուսացնել առնվազն տարօրինակ է։ Ես զարմանում եմ, որ դեռ մինչեւ հիմա Դոնալդ Տրամփը չի կողմնորոշվել ինչ անի Չինաստանի հետ, բայց դա էլ գալիս է նաեւ նրանից, որ չի կողմնորոշվել ինչ անի Ռուսաստանի հետ։ Գոնե Ռուսաստանի հետ որ այդ հարցը լուծի, կիմանա գոնե Չինաստանի հետ հարցը ոնց է լուծելու։ Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանի հետ կապված հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը վերահաստատել է իր լավատեսությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ։ Ես կարծում եմ մենք կհասնենք դրան, բայց ամեն ինչ շատ վատ ստացվեց, քանի որ երկու առաջնորդներն անկեղծորեն ատում են միմյանց։ Նրանք միմյանց ատում են ամեն ինչից շատ եւ շատ փոքր ինչ բարդացնում է իրավիճակը, նշել է ԱՄՆ նախագահը։ Գիտեք, առաջի դեպքը չի, որ ինքը սա ասում է, շատ զարմացած է, որ պատերազմող երկրի առաջի դեմքերը իրար ատում են։ Ես ապշած եմ այս մարդու պատկերացումների մասին մարդկային հարաբերությունների։ Դու ուղարկել ես 1.5 միլիոն մարդու գլուխ ես կերել։ Ուղարկել ես, որ գնան սպանեն, բռնաբարեն, թալանեն։ Քեզ Արճակատման են գնացել, այդքան զոհեր են տվել, տներ ա քանդվել, ավիրվել, գերիներ են վերցրել, երեխաներ են առևանգել, ուզում ես իրար սիրել։ Այսինքն չես զարմանում, որ իրար ատում են, զարմանում ես, որ իրար ատում են, հա։ Ու առաջի դեպքը չի, բալա մի անգամ ասեց, կողքից մեկը չբզեց, ասի պարոն Դոնալդ Տրամփ, երկու կողմը մարդ են սպանում, ամեն օր ասում ես մարդիկ են զոհվում, ամեն օր ասում ես այս արյունահեղությունը պետք է դադարեցնել, ամեն օր այդ մասին խոսելուց հետո ոնց կարելի է ուզենալ, որ Պուտինն ու Զելենսկին կանգնեն ասեն մենք իրար սիրում ենք։ Դոնալդ Տրամփը ինչ պետք է զգա դրանից։ Պետք է ասի գիժ է։ Այսինքն դուք այդքան անտարբեր եք, որ ձեր հողերը ասպատակում են, դուք այնքան անտարբեր եք, որ մարդիկ են զոհվում,
Այսինքն խաղաղության հասնելու ճանապարհը իրար սիրելն է։ Սա է արտաքին քաղաքականությամբ, քաղաքական որոշում կայացնել պատերազմը դադարել։ Ժողովուրդ ջան, հասկանում եք ինչ խնդրեմ կա։ Իրար ատում են ախր։ Այ որ հասնենք նրան, որ իրար սիրեն, պատերազմը կդադարի։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ, ինձ թվում է այս այլ մոլորակային եմ, որ չեմ կարող հասկանալ ոնց կարող աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը ընտրության արդյունքում ընտրված այս ձևի պատկերացում ունենա։ Այս մոլորակի համար անհանգիստ ենք, չէ՞։ Լավ որ Հայաստանը մի բան վատ ալում, ասում ենք, թե լավ Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ սորին ենք։ Բայց մոլորակի համար ինչ անենք։ Ուր գնանք։ Մենք տենց հնարավորություններ չունենք Մարս մոլորակ գնալու։ Հարցին արդյոք նա հավատում է, որ Ուկրաինան դեռևս ունակ է հաղթել պատերազմում, ինչպես նա նշել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից հետո։ Տրամպը պատասխանել է, նրանք դեռ կարող են հաղթել։ Ես չեմ կարծում, որ նրանք կհաղթեն, բայց նրանք դեռ կարող են հաղթել։ Ես երբեք չեմ ասել, թե նրանք կհաղթեն։ Ես ասել եմ, որ նրանք կարող են հաղթել։ Ամեն ինչ կարող է պատահել, գիտեք, պատերազմը շատ տարօրինակ բան է։ Նախ բոլորը եթե դիմում են, ասում են Տեր Աստված օգնի հաղթենք, նրանք ինչ որ ակնկալիք ունեն ինչ որ մեկից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը իր ռազմական հզորությամբ իր կշռով մոլորակի վրա այդ Տեր Աստվածի ֆունկցիան պետք է կատարի։ Պետք է աղոթեն ինքը կյանքի կոչի։ Ինքը ասում է չգիտեմ կհաղթեն թե չգիտեմ չեն հաղթի։ Որ օգնես կհաղթեն, չօգնես չեն հաղթի։ Դու վրա ես գցում։ Կարող է մի հատ է Տրամպի անունից աղոթենք։ Ասենք Տեր Աստված Դոնալդ Տրամպին օգնի, որ ինքը օգնի կողմերից մեկին, որպեսզի խաղաղություն գա։ Այդ պաշտոնը որ տվել են, ասել են այդ պաշտոնն է ներսում։ Ցանկացած թագավոր իրան ասում էր ես աստու ներկայացուցիչն եմ երկրի վրա։ Որսկի Ամերիկայի մի հատ նահանգի մի հատ քաղաքի հզորություն չունեին։ Ամերիկայի նախագահը ումից է սպասում, որ այդ պատերազմը կհաղթեն, թե չեն հաղթի։ Այսօր ուզում ես հաղթեն, օգնի թող հաղթեն։ Բայց որոշում կայացրու քաղաքական, որ չի կարող ագրեսորը հաղթել։ Իսկ հիմա մենք տեսնենք, այս մանևրների պատճառով դեռ հանդիպումը չկայացած, որ նոր է նախատեսվում, դեռ չկայացած արդեն Սերգեյ Լավրովի բերանով Պուտինը դնում է կոշտ պայմաններ, նա մերժում է Տրամպի առաջարկը։ Դե հանդիպումից առաջ դե եզրակացություն արա։ Ու նաև իմանաց Չինաստանի հետ ոնց է վարվելու։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Տրամպի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եվրոպացի հովանավորներն ու տերերը փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը եւ հրաժարվել երկարաժամկետ կարգավորման ձգտումից։ Նման մոտեցումը բոլորովին հակառակն է այն բանի, ինչի մասին նախագահներ Տրամպը եւ Պուտինը համաձայնության եկան Անկորիջում, երբ նրանք համաձայնեցին կենտրոնանալ հակամարտության արմատական պատճառների վրա։ Այսինքն Լավրովը ինչ է ասում, մենք խաբել էինք Տրամպին, համոզել էինք Տրամպին, այս եվրոպացիներն ու այս ուկրաինացիները ուզում են համոզել Տրամպին, որ հանկարծ ինքը իրականությունը իմանա, ժողովուրդ ջան, որ մենք 4 տարի կռվում ենք, չենք կարող հաղթենք, Տրամպին համոզել ենք, որ չենք ուզում հաղթենք, ինչի որ ուզենայինք, այդ ինչ միա, չենք ուզում։ Այդ դրա համար, եթե մենք ուզենայինք մի շաբաթում, հետո մեկ է կամաց Տրամպը գլխին գավ, ասեց ժողովուրդ, բա որ կարողանայիք այն 4 տարում կանեիք։ Ես դուրս ամաղում քեզ տարբեր տեղերից ուկրաինական բանակը։ Լասկի լուրջ զենք չենք էլ տվել, մենակ խոստումն ենք տվել, խոստումն էլ սկի չենք տվել։ Խոստում ենք տվել, որ խոստում կտանք։ Իսկի տամագավկը դեռ հասել է արդեն Ուկրաինա, արդեն հարվածում են։ Չէ, բայց Ուկրաինան կռվում է, չէ։ Հիմա իրանք ասում են ոնց Դոնալդ Տրամպը էլ չի խաբվում դրա վրա, այդպես ոնց կլինի։ Մենք հիմա ասում ենք, որ դա մեզ համար անընդունել է այդ խաղաղությունը։ Հիմա Վաշինգտոնից սկսել են հնչել, որ պետք է անհապաղ կանգ առնել, այլևս ոչինչ չքննարկել։ Կանգ առնել, իսկ այնտեղ թող պատմությունը դատի։ Հասկանում եք, եթե պարզապես կանգ առնենք, դա նշանակում է մոռանալ այդ կոնֆլիկտի արմատական պատճառների մասին, որոնք ամերիկյան վարչակազմը Դոնալդ Տրամպի իշխանության գալով հստակ հասկանում էր, հայտարարել է Լավրովը։ Այսինքն,
կոնֆլիկտի արմատական պատճառը չի լուծվել։ Դոնալդ Տրամպը այն ժամանակ իշխանության գալով լավ հասկանում է, ընդհակառակը Դոնալդ Տրամպը բացարձակ չէր հասկանում կոնֆլիկտի տրամաբանությունը, որ հասկանար, իրան դուք չէիք խաբի, որ հասկանար իր հատուկ ծառայությունները, ամբողջ աշխարհը Ամերիկայի հատուկ ծառայությունների վերլուծություններից, ուսումնասիրություններից է օգտվում։ Եթե մի միլիմետր մի բան կարողանում են իմանալ, ասում են բան գիտենք։ Այդ մարդիկը նենց էին ներկայացրել, որ հեսա Ռուսաստանը, հեսա վերջ, մոլորակը գրավում է, պետք է խնդրենք, համոզենք, որ չանի։ Իսկ հիմա ասում է, Տրամպը իշխանության գալով հստակ հասկանում էր։ Այսինքն Տրամպը եկել էր ու ցանկանում էր այն ինչ որ նախնական 2022 թվականին ռուսները պահանջ էին դրել Ուկրաինայում իշխանություն փոխել, այս անել, այն անել։ Այդ ամբողջ պահանջները ընդունելի էր Տրամպի համար։ Հիմա ասում է ժողովուրդ, այս մարդը խելքի է եկել, տենց ոնց կլինի։ Մեզ համար անընդունել է այդ պատերազմը դադարեցնել։ Նախարարը հավելել է, որ անհապաղ հրադադարը կնշանակի, որ Ուկրաինայի մեծ մասը կմնա նացիստական ռեժիմի ղեկավարության ներքո։ Ուկրաինայի այդ հատվածը կլինի միակ վայրը երկրագնդի վրա, որտեղ օրենսդրորեն արգելված է մի ամբողջ լեզու։ Այդ չեմ խոսում, որ այն մասին, որ դա ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է։ Այսինքն մարդը ինչ է ասում։ Եթե պատերազմը հիմա դադարեց, նույնիսկ մենք կանգնած մնացինք այն դիրքում, որը շատ քիչ է տարբերվում 2014 թվականին իրանց ունեցած գծի հետ, մի քիչ են առաջ գնացել այդտեղից, ասում է, բա այդ պատերազմն ինչի համար էր։ Ասում է, պատերազմը այն մեծ տարածքում Ուկրաինայի արգելում է ռուսական լեզուն։ Այսի չեք անում։ Այսինքն մենք պետք է հասնենք նրան, որ Ուկրաինայի մնացած տարածքում մեր կարգուկանոնը հաստատենք։ Դու ով ես, որ դու որոշես Ուկրաինայի տարածքում ռուսական լեզուն արգելված է թե չէ։ Նա ինքնիշխան պետություն է։ Այսինքն Ռուսաստանը եթե պետական լեզու չի ճանաչում, ԵԱՏՄ անդամ Հայաստանի լեզուն, ասենք ասի, որ դու պաշտոնական լեզու չի համարվում Հայաստանի լեզուն Ռուսաստանում։ Դրա համար մենք դիրան պատերազմ հայտարարենք։ Ասենք ոնց, բա մենք մի ընտանիքի անդամ ենք ԵԱՏՄ-ի։ Մենք ընդունել ենք, որ ռուսերենն է պաշտոնական լեզու ու վերջ։ Միշտ բանը շփման գերատեսչական շփման լեզու է կամ միջպետական շփման լեզու է։ Հիմա հարցը ծագում Ուկրաինան իր տարածքում իրավունք չունի մի բան արգելի։ Դու բացպես պատերազմը դրանով չի ավարտվելու։ Այսինքն դու խոստովանում ես, որ պատերազմը նույնիսկ այն տված տարածքներով դու չես ուզում ավարտես։ Դու ուզում ես հասնես նրան, որ Զելենսկու վրա ճնշում գործադրի Տրամպը, նրան ստիպի կատարել Ռուսաստանի պայմանները։ Եթե չէ պատերազմը անիմաստ է, բա մեռանք ասելը, որ այդ պատերազմը անիմաստ է։ Մեռանք ասելը, որ այդ պատերազմը սկսելուց արդեն դու պարտվել ես այդ քաղաքական որոշման մեջ։ Ռազմական հաջողություն ու անհաջողությունը մոռացեք։ Պատերազմը քաղաքական որոշում է սկսել, քաղաքական որոշում է դադարեցնել։ Քանի անգամ ենք ասել, պատերազմը չի դադարել Վիետնամում, որ վիետնամցիները գնացել են Վաշինգտոնը գրավել։ Քաղաքական որոշում են կայացել, զորքը հանել են 20 տարի կռվելուց հետո 1955-ից 1975 թվական։ Ինչ բան պատերազմը ոնց է դադարել։ Պատերազմը չի դադարել Աֆղանստանում խորհրդային միությունը 1979-ից մինչև 89 թվական 10 տարի կռվեց։ Քաղաքական որոշում կայացեց, սխալ սկսեց պատերազմ, քաղաքական որոշում կայացեց, դուրս եկավ։ Մի 2 տարի հետո երկիրը քանդվեց։ Աֆղանստանից չգնացին Մոսկվան գրավեցին։ Քաղաքական որոշում կայացեց Ամերիկան սխալ մտավ Աֆղանստան 2001 թվին։ Քաղաքական որոշում կայացեց, դուրս եկավ 20 տարի հետո 2021 թվին։ Ավարտվեց այդ պատերազմը։ Ամերիկան ձախողեց այդ պատերազմը, բայց չեկան Ամերիկան գրավեցին։ Այսինքն խոսքը դրա մասին է խոսքում։ Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ պատերազմ, 100 տարով դարձել է թշնամի այդ պետությանը, որը իր արևմտյան դարպասներ, մի պետություն, որը այսօր ունի ամենամարտունակ բանակ ու լավ էլ զինված է ու ձեզ չի ներելու, արդյունքում այնպես ստացվեց, որ Ռուսաստանի փուչիկը պայթեց, այդ պարագծով մնացած երկրները հասկացան իրականում ինչա կատարվում, Ռուսաստանի ներսում հասկացան իր երկրի վիճակը ինչա, երկիրը դրեցին ռազմական ռելսերի վրա, հիմա տեսեք ինչա կատարվում, արդեն Վրաստանին են խնդրում, որ Վրաստանում հում նավթը վերամշակեն, բա դրա համար են հիմա ուզում Վրաստանի հետ հարաբերությունները լավ պահեն, Վրաստանը մնա ռուսական ազդեցության տակ։ Ու Վրաստանը լարաուդիցիրիկ Ուկրաինայից բողոքում է, վախենալով,
որ հանկարծ Ուկրաինան իր դեմ քայլ կանի։ Իսկ եթե Վրաստանի համապատասխան նավթավերամշակման գործարանում մի հատ դիվերսիոն գործողություն լինի, պետք է ասեն ուկրաինացիք են մեղավոր։ Բա ուկրաինացիք են մեղավոր, որ դու ուզում ես, որպես Ռուսաստանը զինվի եւ ուկրաինացուն սպանի։ Ուկրաինացին է մեղավոր։ Հիմա այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել է Վրաստան, այնտեղ դե ինքը հազարով մի հարցեր ունեն Վրաստանի հետ։ Ի վերջո մենք գիտենք, չէ՞ որ Վրաստանն ավելի ագրեսիվ ռուսամետադար է, քան անգամ մեր իշխանությունները։ Մեր իշխանությունները գոնե փորձում են մանր ժուլիկություն անեն, չնայած դե բռնվել են։ Ինչ մանր ժուլիկություն, բոլորն է գիտեն ինչ են անում։ Բայց հիմա այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ Լավրովը մերժում է հանդիպումից առաջ Դոնալդ Տրամպին։ Հիմա Տրամպը արդեն պիտի որոշում կայացնի։ Ինքը գնում է այդ հանդիպման ուլտիմատումով, թե գնում է ընդունի խաղի կանոնները։ Իմ ասածը սա է, սա շատ կարևոր հարց է։ Մի հարց էլ, որ այնուամենայնիվ դեռ շարունակվում է, ԱՄՆ Սենատը 11-րդ անգամ ցախողել է կառավարությունը ֆինանսավորելու եւ ներկայիս շատդաունը դադարեցնելու մասին օրինագծի ընդունումը։ Օրինագիծը չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։ Ակնկալվում է, որ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը այս շաբաթ կներկայացնի օրինագիծ, որը նախատեսում է աշխատավարձ վճարել դաշնային աշխատողներին եւ զինծառայողներին, ովքեր շարունակում են աշխատել ֆինանսավորման բացակայության ժամանակ։ Օրինագծի առաջխաղացման համար կպահանջվի դեմոկրատների աջակցությունը, որոնք անցյալ շաբաթ արգելափակել էին երկարաժամկետ ռազմական ծախսերի մասին օրինագիծը։ Իհարկե շատ լավ պատկերացում չունեմ այդ հարցերի հետ կապված, թե ինչ է իրականում կատարում, բայց ես հասկանում եմ այս շատդաունը Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրության մեջ շատ լուրջ ցախողումը, որը որ փաստորեն իրանք պետք է կարողանան լուծեն։ Ու սա մենակ չի վերաբերում այս ընթացքում ինչ-որ մի բան համաձայնացնելու հետ։ Ցանկացած երկրում Հայաստանում էլ է դա նույնցեւի։ Ենթադրենք ժամանակին բյուջեն չընդունվեց։ Հետո երկիրը փակում ենք, մի հատ կախովի կողպեկ ենք դնում, հա։ Ինչ է նշանակում։ Շատդաունը ո՞րն է։ Եթե բյուջեն չի հաստատվում, հասկացանք։ Անցյալ տարվա բյուջեն հաստատած է, հա։ Այս տարվա բյուջեն պայմանականորեն ամեն պետություն կարող է իր համապատասխան չափը, սահմանաչափը ընդունի։ 70%-ով ծախսում ես, մինչև հաստատես, այն էլ ինչի ոչ 100%, որովհետև չգիտես, թե հաջորդ բյուջեն հաստատելու ժամանակ որ ճյուղերում կլինի նվազում, որ ճյուղերում կլինի ավելացում, որպեսզի հանկարծ չլինի, որ մի ճյուղում պետք է նվազեցում անեիր, բայց չի անցե, կարող է ուրիշ բան ասներ, ավելորդ ծախսեր չանես, խնդիրների մեջ չհայտնվես։ Այդ իսկ պատճառով մի քիչ պակաս գումարի չափով բյուջեն սկսում ես նորմալ ձևով պետությունն աշխատում է, մինչև բյուջեն հաստատում են, այդ հաստատած մասը նույնպես վերադառնում է, այդ գումարը չի կորում, այնպես չի որ 70%-ով բյուջեն ծախսես, հետո որ հաստատեն, այդ 70-ը չի ավելանալու։ Այսինքն ամբողջ ծավալով այդ գումարը ստանալու են։ Համարենք մի ամիս կամ ինչ-որ մի ժամանակ այդ գումարը ծախսում է։ Ես չեմ հասկանում ինչ է նշանակում, բերեք դե քանի որ չքվեարկեցին, բերեք շատդաուն անենք, բերեք պետական աշխատողները աշխատավարձ չստանան, այս չէ, այսինքն ինչ են անում։ Պետությունը կանգնացնում եք միջև այդ հարաբերություններ պարզենք։ Ո՞ւս կարա տենց օրենք լինի, ժողովուրդ ջան։ Լավ ժամանակին ինչ-որ բան եղել է, ավանդույթով եկել է, այդ անդեր ավանդույթը հետ չի փոխվում։ Մի բան, որը որ բախվում է, սա առաջի դեպքը չի։ Այդ Տրամպի առաջի պաշտոնավարման ժամանակ դա չի եղել, կամ մեկ ուրիշի ժամանակ չի եղել։ Չհասկացաք, որ չի կարող երկիրը պարալիզել միայն նրա համար, որ համաձայնության չես եկել։ Ի վերջո բյուջե ես հաստատել, իշխանություն ես ընտրել, այդ իշխանությունը վստահել ես, այդ իշխանությունը ծրագիր է ներկայացել, այդ ծրագրով եկել է բյուջե հաստատել։ Հալավ չես անցկացնում, ասում ես ես դեմ եմ, այս օրինագիծը սխալ է, սա չպետք է լինի, սա չի բխում այն տրամաբանությունից, որ դու նախընտրական խոստում ես տվել։ Հասկացանք, ժողովուրդ ջան, մի արեք դա։ Դա մի արեք, բայց ինչ է նշանակում դրա պատճառով բյուջեն չեն հաստատում, երկիրը փակում ենք, կամ մարդկանց փող չենք տալի, մինչև տենանք ինչա, 11 անգամ որ մի բան ցախողում է, չեք հասկանում, որ ցախողումը գալիս է մի անգամ մի բանից, որ որոշեք, որ ասեք ամեն տարվա բյուջեն հաջորդի նկատմամբ այսքան չափով աճ է ունենում, հաշվի առնելով գնաճ, հաշվի առնելով զարգացում, հաշվի առնելով որոշակի խնդիրներ, բոլորը չթվարկենք, այսինքն ինչ-որ տրամաբանությամբ դա կարող է լինի ենթադրենք 10%, ապահովության համար 20 կամ 30% պակասով դնում ես նույն ռիթմով այդ ծախսերն անում ես, մինչև տեսնես ինչ է ալնում։ Չունեմ, ամեն դեպքում ես
շատ զարմացած եմ, որ այս կարգի հարցերը դեռ մինչև հիմա շարունակվում է իրանց մոտ եւ դա խնդիր է առաջացնում մեկը մեկին մեղադրում է դու ես մեղավոր, որ երկիրը պարալիզվում է։ Մեղավորը ավելի գլոբալ որոշում կայացրեք, որ այսպիսի բան այլևս չլինի։ Իսկ եթե որևէ մեկը հանկարծ կտորպեդահարի չի անի, նշանակում է նա կողմնակից է, որ 70% նախկին բյուջեով ծախսվի։ Այսինքն ինքն է մեղքը վերցնում իր վրա, որ նոր բյուջեն չի հաստատվում։ Անիմաստ ձևով հինը շարունակվում է։ Այսինքն ինքը շահագրգռված է, որ դա շատ արագ ընդունեն։ Փոփոխություններ անելով ընդունեն։ Երկու կողմն է պետք է շահագրգռված լինի։ Իսկ այսօր մի կողմը կարողանում է բոյկոտի։ Ասում է, եթե սա չես անում, ուրեմն վերջ։ Գնահատեն տակից ոնց ես դուրս գալի։ Ոնց կարող է դա այդպես բան լինի։ Հիմա մենք նայենք, ես պատահական չեմ ասում, որ Ռուսաստանի հետ կապված այս կոշտ դիրքորոշումը, որ հիմա կա, դա տարածվելու է նաև մեր վրա։ Մենք այսօր մեր առաջ տեսնում ենք Հայաստանը ինչա կատարում, այս ներքաղաքական այս ամբողջ կռիվները մեկը մեկին մեղադրել եւ այլն, այս բոլորը ռուսական տիրույթում է, ժողովուրդ ջան։ Մենք չգիտենք ինչա կատարվում։ Այսօր Ռուսաստանը գնում է առճակատման։ Նա չի ուզում հաշտվի այն մտքի հետ, նույնիսկ այս տարածքները, որը վերցրել է, այդ դիրքով պատերազմը ավարտելուն համաձայն չի, որտեղ խոսել ենք այդ մասին, որ դա իր համար պարտություն է։ Մարդիկ պետք է ասեն, այդ 1.5 միլիոնին տարակ կոտորեցիք, ռազմական այսքան ծախսեր արեցիք, երկիրը ռազմական ռելսերի վրա դրեցիք, մի քանի կիլոմետր առաջ գնալու համար, ոնց եք բացատրելու դա երկիրը կողելու սանկցիաների տակ, այսքան խնդիրների համար չեն կարողանալ չէ բացատրել։ Հիմա այս պարագայում մենք այս երկրի գործընկերն ենք, ժողովուրդ ջան։ Այդ էլ քիչ է։ Ամբողջ նախընտրական ամբողջ պայքարը, որը արդեն վաղուց սկսված է, չեն սպասել ընտրություններից առաջ անեն։ Ամբողջ պայքարը նա է, ով պետք է գա իշխանության Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, ժողովուրդ ջան։ Դե ընտրությունը ձերն է, որոշեք։ Եթե բավարար չափով լրջությունը չեք պատկերացնի, ուրեմն պատերազմը կռիվը գնալու է իրար մեջ։ Տեսեք աշխարհում ինչա գնում, ինչա կատարվում եւ տեսեք դրան զուգահեռ ինչա տեղի ունենում Հայաստանում։ Եվ այդ պարագայում եթե իրավիճակը սրվեց, դուք պատկերացնում եք, հիմա պատկերացեք, ընտրությունը 26 թվին չէր։ Համարենք շարունակվում է մի 5 տարի։ Այս մարդիկ, ովքեր իրար սենց ուտում են, շարունակելու են աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, ավելի կոշտ իրավիճակ է առաջանում, այդ ընթացքում իրանք զբաղված են Ռուսաստանի շահեր սպասարկելու։ Ինչքան աբսուրդ է, չէ՞։ Խորհրդանում ունես 3 ուժ, 3-ն Ռուսաստանի շահերն է սպասարկում, բայց առավոտից իրիկու իրար ուտում են։ Մեկը մեկին մեղադրում են։ Ռուսների պատվերն եք կատարում, բա դուք ում պատվերն եք կատարում։ Հիմա դուք պատկերացնում եք, այս մարդիկ են մեր երկիրը ղեկավարում, աշխարհաքաղաքական այս իրադարձության ժամանակ։ Դրա համար եմ ասում մեկ անգամ եւս, ընտրությունը ձերն է։ Առաջին հերթին ընտրություն պետք է կատարեք, թե ինչ եք ուզում, նոր գնաք քվեարկեք այդ ուժի համար։ Առաջին որոշումը դա է, ինչ եք ուզում։ Հաշտվում եք այս մտքի հետ, թե չէ։ Համաձայն եք այս մտքի հետ, թե չէ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։